Մանկավարժական համալսարանում ռեկտորի հետ տեղի ունեցած դեպքից հետո պաշտոնակատարի նշանակում եղավ, հիմա գործունեությունը համալսարանի ինչ ընթացքի մեջ եկան, ինչ-որ խնդիրներ։ Մենք հիմա գտնվում ենք ժամանակավոր պաշտոնակատարը իրավիճակի վերլուծության փուլում է եւ տարբեր հարցեր է նայում եւ դիտարկում, որպեսզի նաև այսօր մենք օրինակ հոգաբարձուների խորհրդի նիստ ունենք, որի ժամանակ քննարկելու ենք արդեն իսկ այն տվյալները, որոնք պաշտոնակատարը հասցրել է վերլուծել, որպեսզի տեսնենք, թե ինչ հարցերի շուրջ որոշումներ կայացնելու կարիք կա խորհրդի կողմից։ Գիտեք, որ խորհուրդը գործադիր ֆունկցիաներ չունի, բայց այս փուլում մենք ավելի ակտիվորեն կներգրավենք մոնիտորինգի շրջանակներում, որպեսզի վստահ լինենք, որ բուհի գործընթացները ճիշտ են գնում։ Այս պահին ժամանակավոր պաշտոնակատարը նշանակված է մի քանի օր է, որ աշխատում է, բոլոր այն անձինք, ովքեր իրավապահ մարմինների ներկայացրած տեղեկատվությամբ ունեին մեղադրյալի կարգավիճակ, նրանց պաշտոնավարումը կասեցված է, այսինքն խոսքը միայն ռեկտորին չի վերաբերում, այլ նաև համապատասխան աշխատակիցներին։ Մենք շատ լուրջ պիտի վերլուծենք այս խնդիրները, իհարկե իրավապահ մարմինները եւ նախաքննությունը կգան ավելի ամբողջական հարցերի պատասխաններ տալու, բայց մենք էլ մեր հերթին մեր անելիք ունենք, որը զուգահեռ կանենք։ Տիկին նախարար վաղ շաբաթի թիվ 1 դպրոց առաջադրումներն սկսվել արդեն գալիք ընտրությունների ցուցակում։ Դուք պատրաստվում եք ինքնաառաջադրվել կամ ձեզ առաջարկել արդեն առաջադրվել ԿՊ-ի ցուցակով։ Ես ճիշտն ասած չեմ մտածել այդ մասին անկեղծորեն, կարծում եմ, որ դա առաջին հերթին երևի թե կուսակցականներին է վերաբերում, քանի որ ինքս կուսակցական չեմ, ուղղակի չեմ էլ մտածել այդ մասին։ Ես ուղղակի չեմ մտածել այդ հարցին, անկեղծ ասած, այս պահին զբաղվում եմ այն գործով, որով զբաղվում եմ։ Տիկին նախարար վաղ շաբաթի թիվ 1